դիմենք, ով է պատասխանատու։ Ներքին գործերի նախարարություն։ Անուն ազգանուն կա։ Ներքին գործերի նախարարություն պետական մարմինն է։ Մեզ չեն թողում համապատասխան մարդու հետ հանդիպենք, ասում են նամակ է, այդ նամակը մի մարդ է։ Տնտեսության վերաբերյալ ցանկացած հարցով։ Ես գիտեմ, այսօր էլ կարակ դիմեք, վաղը հաստատ մետրոյում կլինեք դիմեք։ Ասում են 3 տարի անցել է, 100 ուշացել է, 30 տարի ապրած մարդուն չեն թողնում, որ իր գույքը բանից դրսից բերի ներս։ Շատ լավ, հիմա կարող եք պատտվել ձեր խնդրեմը մամուլին հասցեագրել։ Ես մամուլի հետ ոչ մի խնդրում եմ, թողեք ես բանի օգնության կարիք չունեմ։ Ես հասարակ հարցով պետական աշխատողի հիմա դուք կարիք բան ունեմ, այլևս չի լինի, որովհետև մեզ բոլորը հետևում են։ Տեսեք, ձեր հարցով ես ինչ կարող եմ անել, քանի որ հարցը վերաբերում է ներքին գործերի նախարարության տիրույթին, առավելագույնը, որ ես կարող եմ անել, դուք ինձ գրեք, ես վերահասցեագրեմ, որովհետև հարցը նախ իմ լիազորությունների մեջ չի, երկրորդը իմ նաև չեմ տիրապետում հարցի ներկություններին։ Ինչ կարող եմ անել։ Շատ ուղիղ ասեմ, կարող եմ տալ իմ մեյլը աշխատանքային ձեզ g.papoyan @mineconomy.am գրում եք ձեր նամակը, ես հարցը վերահասցեագրելու եմ ներքին գործերի նախարարին։ Պայմանավորվեցի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Դուք եք մասնակցում այսօր փաստորեն քաղաքացիորմանի։ Փաստորեն։ Ամեն տարի մասնակցում եք։ Այո, ինչի՞ չէ, միշտ էլ մասնակցել եմ։ Կոնկրետ այս խորոված փարթիին եք մասնակցել, թե երեկոյան համերգին եք լինել։ Եվ Իսկ այս տարի ինչով է տարբերվում մնացած տարիներից։ Այսօր քաղաքացիություն եղանակը այս տարի շատ լավն է, որոշ տարիների լավն է եղել, որոշ տարիների կարծես թե չէ, ոնց հիշում եմ։ Եղանակը լավն է, կազմակերպչական առումով շատ լավն է, հազարավոր մարդիկ մասնակցում են խորոված փարթիին, իմ կարծիքով երեկոյան մի 20-30 հազար մարդ էլ կմասնակցի հայաստանյան եւ օտարերկրյա աստղերի համերգին եւ դրանով նաեւ կընդգծենք, որ տոնը իսկապես համաժողովրդական է։ Իսկ այսպես նայելով ինչ եք հասկանում, քաղաքացին հպարտ է։ Անպայման, իհարկե հպարտ է, իշխանությունը իր ձեռքն է եւ ինքը ում ուզում տալիս է այդ իշխանությունը, ում ձեռքից ուզի կվերցնի։ Այնքան հպարտ է, որ հունիսի 7-ին այն օտարերկրյա միսիոներները, ովքեր ուզում են իշխանությունը ժողովրդի ձեռքից խլել, այն նրանց պատասխանը, այո, իհարկե գալաթ են անում, նրանց պատասխանը տալու է եւ ըստ էության ցույց է տալու, որ ոչ մեկին թույլ չի տալու մեր ինքնիշխանությունն ու անկախությունը տանել մատաղանել սրա նրա ոտերի տակ։ Պարոն Պապոյան, քաղաքացիներին էլ հարցրեք։ Քաղաքացիների հետ էլ ենք վաղ առավոտից այստեղ ենք, լավ, վաղ առավոտից չէ, կեսօրից այստեղ ենք, պարոն Պապոյան, բայց կան նաև քաղաքացիներ, ովքեր քննադատության են ենթարկում, որ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ օրն է իրականացվում այս տոնական միջոցառումը եւ ըստ էության նշում են, որ փորձում եք մոռացության տալ այն, ինչ մեր պատմությունն է։ Սխալ են այդ քաղաքացիները, այդպես կարճ։ Չէր կարելի այդուհանդերձ այլ օր որոշել այդ։ Ինչն է փոխվելու։ Իսկ ինչն է փոխվելու։ Ձեզ համար տարբերություն չկա, պարոն Պապոյան։ Տարբերությունը նա է, որ 3 հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է, այսօր քաղաքացու օրն է։ Ներողություն եմ խնդրում։ Բարձր ես 3 եղել եմ Ծիծեռնակաբերդում ու ոգեկոչել ենք մեր հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այսօր էլ մեր ժողովրդի հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց հետ նշում եմ քաղաքացու օրը։ Այս է տարբերությունը։ Տարբերությունն է, որ մենք մեր ժողովրդին չենք ուզում բան անենք, ասենք, երբ որ պետքա ոգեկոչենք հիշատակը, հիշատակում ենք, երբ որ պետքա տոնենք հազարավոր մարդկանց հետ, տոնում ենք։ Պարոն Պապոյան, ներողություն, 2019-ից հետո սա առաջին անգամն է, որ քաղաքացիորը մեծ շուկով է նշվում։ Դա ձեր գնահատականն է։ Օրինակ անցած տարի խորոված փարթի եղել է, կամ խորոված միջոցառում։ Ինչ-որ սիմվոլիկ միջոցառումներ եղել են, ամեն տարի պետքա տարբեր կերպ նշենք, բայց ես կարծում եմ, ես կողմնակից եմ, որ միշտ ճոխ նշելու կողմնակից եմ, որովհետև եթե նկատում եք, այս փողոցը լեփ-լեցուն է։ Պարոն Պապոյան, Բա հիմա եթե երեկոյան 20-30 հազար մարդ հավաքվեց համերգին, բա այդ չարժե դա նշանակում է, որ նախորդ տարիներին պետք էր եւս նշել։ իսկ այս տարի Պապոյան ինչ է կարծում, ինչքան վարեց Լավ է,
Ինչքան գումարեն նկարվեք, Հայ իհարկե։ Եթե կարելի է։ որ խնդրեմ նկարի։ Տվեք ես նկարեմ, Հատիկ ջան։ Եթե Միացնեք ձեր հեռախոսը։ Հա, էսա դա։ ավարտեք նկարվել ես։ Պարոն Պապոյան, Վերի Լարսի հարցը լուծվեց։ Ինչի հարց։ Վերի Լարսու որ խնդիրներ կային ավտոմեքենաներին։ Բոլոր հարցերն էլ լուծվում են։ Դուք խնդրեմը արձանագրում եք։ Հարցի լուծումը երբեք չեք արձանագրում։ Դրա համար է հարցը տալիս։ Մի րոպե, Պարոն Պապոյան, Տեղյակ եք մոտավոր։ մերսի շատ Ակառնանք այս հարցի։ Իսկ պարոն Պապոյան, Թողեք ժողովրդին։ նկարվի։ Հա, իհարկե։ Շնորհակալ եք։ կարող եք նկարվել։ Այ իհարկե, Իման Իլարյան։ Լավ, նկարեք հետո ես Հերի ջան նկարի էլի։ Բարսես, ոսեք։ շնորհակալություն։ Դիչո իրար է տվել ձեր։ Nas պատմության սկզբանը դիմումներ վերել են, որ ես վիճակի չեմ անդամնալու։ Դա կրկնոց են, քա կներել։ Հա, լավ։ Պարոն Պապյան, մի հատ արագ ասեմ։ Վրաստանի սահման խնդիրներ ունեն բեռնատարների վարորդները։ Այս Թունյանին է ուղված։ Այս Մայրամն ազգային ժողովից, այս падգամավորն եկե որ ասել է չի եղել, ոնց անենք շատ կարևոր։ Պարոն Թունյան, քաղաքացին ուզում է ձեր հետ հանդիպել։ Խնդրում եմ կազմակերպել հանդիպում։ Ստեղ հա, ստեղ։ Ստեղ չի, բայց հետևի կանենք, բայց համար տվեք, ասեմ զանգի։ Համար կա։ Հեռախոս ունեք։ Հա, Գիտես ինչի, իմ հեռախոսի համար ես ասեմ գրեք, ասեք։ ներողություն։ Կարևոր բան եմ։ Ներողություն։ Հիմա ձեր համար այստեղ գրեք պարոն Թունյանին դիտեմ։ 095 Շատ մեծ շնորհակալ։ Այո։ Ինչ խնդիրներ էր առաջացել։ Ոչ մի խնդիր։ Ոչ մի խնդիր։ Բնականon Խնդիրները միշտ առաջանում են միայն հայկական լրատվական Չէ, միջոցներով։ պարոն Պապոյան, Ուրիշ հայկական մամուլը չէ գրել, պարոն Պապոյան, երբեք մամուլը չէ գրել, ուրիշ տեղ տանջիշտ եք խոտում, դիտեք փոքր։ Պարոն Պապոյան, տեսեք էլի, հատկապես այս միջոցառմանը իր քաղաքացու օրգան անդրադառնալը, ձեր դիմախոսները ինչ են ասում, որ այսքան գումար են ծախսում, քաղաքացորը մեծ շուկով նշում են, փորձում են մարդկանց մոտ տեղափոխության օրերի այս էյֆորիան արթնացնել, որպեսզի կարողանան իրենց նվազած ռեյտինգը բարձրացնել եւ մարդիկ իրենց քվեթը։ Բայց ինչ մեկնաբան։ Ինչ մեկնաբանություն ունեք։ Ինչ եք այսքան այս շուկով, այսպես հիշեցեք Որովհետև ժողովրդին դուր է գալիս սա։ Եթե այս փողոցում հազարավոր մարդիկ կա, դա նշանակում է ճիշտ են կարել։ Եթե երեկոյան 20-30 հազար մարդ հավաքվելու է ու հավաքվելու է համերգը լսելու, ուրեմն ճիշտ են կարել բան։ Այն ինչ որ ժողովրդի դուր է գալիս, այն ինչ որ ժողովրդի համար է, ուրեմն ճիշտ են կարել։ Բայց ինչի է վստահ 20,000 հավաքվելու։ Ասում են մարզպետարանները հրավիրել են բնակիչներին օգտագործել եւ Ես եթե այդպես է, խնդրում եմ ձեր հայտարարությունը ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ անպայման թող մեր իրավապահները հետևություններ անեն։ պարոն Պապոյան, Պարոն Պապոյան, մենակ արդիկը մարդիկի համայնքապետը իր տղային ներկայացրեց Ռոստովից եկած, մաշինից նկարվի։ Շնորհակալ եմ։ Պարոն Պապոյան, արդյոք հետ դրանք որ քարոզարշավի մասնակցել։ Ալալա, գյուղատնտեսության համար լավ բաներ եք անում, գերգերազան։ Շնորհակալ եմ, մերսի շատ։ Օրինակ ապահովագրում։ Շնորհակալ եմ, շատ։ Պարոն Պապոյան, ապահովագրում։ Ես ձեր թիվը բարձրացել է։
եկեք այսպես անենք, էլի։ Երկրորդն էլ այս գիրքն է։ Սա Հայաստանի գրականության գիրքն է։ Սովետի ժամանակ 191 էջ։ Սա էլ Ազատության զանգ, սա Ավետիք Իսահակյանի մասին է։ Մի հատ կարդացեք, տեսեք ինչ է գրած։ Շատ լավ, ես կծանոթանամ այդ նյութերին, ամեն դեպ նկարեք, որ ծանոթանաք, որտեղ է ծանոթանաք։ տվեք։ Սա նկարեք Ավետիք Իսահակյանի մասին, թե Հայակեր Գոլովիցինը ինչ էր անում Հայաստանում, Հայակերում ենք ասում։ Սա նկարեք։ Շատ լավ։ Ներողություն։ Դե խնդրում եմ Սա էլ նկարեք էլի։ կարողանամ այլ քաղաքացիներին հասցնեմ շփվել։ Սա էլ նկարեք էլի։ Լսակցական եմ եղել ես։ Վաստակցել եմ բոլոր միջոցառումներին։ Սա ազգային արխիվի ցանած փաստաթուղթ է, այն մասին, թե ինչպես են ռուսները հայերին կոտորել ցեղասպանության տարիներին։ Ռուսները ինչպես են մասնակցել։ Սա բացառիկ փաստաթուղթ է։ Չեն արել տան ջան, չեն կոտորել թուրքերը։ Թուրքը գիտեմ, որ իմ թշնամին է, բայց որ ռուսն արի դու գիտեիր։ Էս էլ բանն է, էս էլ մեր հայ գրականության գիրքն է Սովետի ժամանակ 191 էջում։ Ավետիք Իսահակյանի մասին գրված է որ։ Ինչ եք մասնակցում քաղաքացու օրվան։ Աղջի ջան, ես եկել եմ սրա համար։ Շատ լավ, ադրբեջանցիների Անցած տարի ես սա այս փաստաթղթերը ուղարկել եմ դաստիարակության։ Եվ մի խոսք չեն ասում այդ բանը։ շատ լավ, դուք Բացառիկ փաստաթուղթ է։ Դուք գիտեք, որ այն ժամանակ հնարավոր չէ ռուսների արասները մեջտեղ անել։ Հիմա ես առիթ եմ ունեցել, հանել եմ։ Ես 26 գիրք եմ հրատարակի արխիվային շատ լավ, փաստաթուղթ։ դուք Ադրբեջանի հետ խաղաղությանը ինչպես եք վերաբերվում։ Համարում եք կարող ենք Ադրբեջանի հետ հաստատված Աջիկ ջան, ինձ խաղաղությունն է պետք, որ մեր երեխաները չկոտորվեն։ Սա